Այսի ուրիշ բան։ Դզեց։ Այսօր ունես լավ օր է։ Այսօր շատ լավ օր է, հաճելի օր է, հաճելի վիճակ ու միջավայր։ Եկել եմ լճին մոտ, բայց լճից մի քիչ հեռու եմ, ստեղ մի հատ բլուր կա, այդ բլուրի վրա։ Չնայած դե Գերմանիայում ուր են բլուրներ։ Ամեն դեպքում տենց եկել եմ, տեղավորվել եմ։ Ես սիրում եմ գերաններ։ Ահա որ շատ եմ սիրում, բայց դե դժվար բան է, չէ՞ էսի։ Տեսնելը որ գերանները հատած, փրթրթած, իրականում այս ներքևում մի հատ մեծ ծառ կա, որը որ ընկել է, ու երբ որ տեսնում ես այդ մեծ ծառը ինքը ընկել է, դու հասկանում ես, որ ինքը աճել է, վերցրել այն ռեսուրսները, ինչը որ կարար վերցներ, ու հետո ինքը արդեն էլ չի կարողացել վերցնի, փտել ու ընկել է։ Բայց կողքի երիտասարդ ծառերը, որ իրանց քոքերով ամուր գրկած են գետինը, հողը, ու ապրում են իրանք։ Ու սենց երբ որ դու տեսնում ես, մտածում ես, ասում ես, տենց է էլի, կյանքը։ Այսինքն բնության, ամբողջ բնության մոդելները մեկ է, իրանք նույնատիպ են, ծնվում, մահանում, ծնվում, մահանում։ Ոչ մի բան ինքը հավերժ չի։ Կյանքերի տարբերությունները, հա, կան, մեկը մի քիչ երկար, մեկը մի քիչ կարճ տևողությամբ, բայց ամեն դեպքում կյանքի մոդելը ինքը մեկն է, ծնվում, մահանում է, ոնց որ նաև մարդն է, չէ։ Մարդն է ծնվում, նաև մահանում։ Բայց այստեղ ես տեսնում եմ նաև ծառեր, այսինքն տեսեք, էսի ծառի քոքա, քոթուկա, կտրած է։ Մարդիկ որոշել են, թե որ ծառերը պետք է կտրվի, ու իրանք եկել են, այդ ծառերը կտրել են, որոշել են, որոնք որ պետքա կտրվի, կտրել են, ու շուրջ բոլորը կան ծառեր, որոնք որ աճում են։ Ու էդ էլ չէ, զարմանալի է, որովհետև մարդն է որոշում, թե որոնք կտրի, որ մնացածը աճի։ Ու այդ մոդելը, երբ որ ես պրոյեկտում եմ մեր կյանքի վրա, դա նույնն է։ Մենք մարդիկս մեր համար ենք, չէ՞ որոշում, թե որտեղ մարդիկ պետք է ապրեն, որտեղ պետքա չապրեն, որտեղ պետքա լինեն, որտեղ պետքա բարեկեցիկ ապրեն, որտեղ պետքա իրանք вообще հացին կակա ասեն, սովամահ լինեն կամ սենց ինչ-որ բաներ, հա։ Մենք ենք որոշում, մարդն է որոշում։ Ու երբ որ այս երկու մոդելները իրար հետ գումարում ես, դու հասկանում ես, որ մարդը ինքը իր տեսակով որոշում է, որ թե իր նույն տեսակը որտեղ որ պետքա ինքը ապրի ու որտեղ իրավունք չունի ապրելու։ Ու որտեղ իրավունք չունի ապրելու, ինքը գալիս է այդտեղ վերացնում է, որ իրանը տանի։ Ուսես դու նայում ես, ասում ես, եղբայր, մենք այսքան ապրել ենք դարերով, հազարամյակներով, բայց մարդը մնացել է նույն կենդանին։ Ինքը մնացել է նույն կենդանական ինստինկտի մեջ, ու ինքը նորից նույն մոդելով ապրում, ինչը որ հնում ապրել է, այսքան տարածքը իմն է, ով մտավ, վсё։ Եթե ես որոշեցի այս տարածքից դուրս ելնել պետք է իմը լինի, կգնամ կխլեմ, ոչինչ ընդեղ ինչ կանեմ, ես կվերացնեմ եւ այլն, հա, սենց ինչ որ վիճակ։ Ու հիմիկվա կյանքի մոդելն էլ է դա։ Մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիա է փոխվել, մենք տեսնում ենք, որ հա, մարդը էլ դուրսը չի գնում տուալետ, տունը ունի, էլ մարդը սառը ջերով դուշ չի անում, տաք ջուր ունի։ Մարդը կարա զանգի, հեռվից հեռու, մարդը կարա երկիր խոսի եւ հա, այդ ամեն ինչը կա, բայց մարդու կյանքը որոշողը կամ որոշողները մնացել են նույն տիպի մարդիկ։ Իրանք այն մարդիկ են, որոնք որ չգիտեմ իրանց հատկություններով ոնց են կարում, հելում են այդ վերին էշելոններ, իրանք ունեն դրան համապատասխան հատկությունները, որ իրանք կարենան հելնեն այդ վերին էշելոններ, ու երբ որ հելում են այդ վերին էշելոններ, իրանց նույն ամբիցիաները տանում են վերև։ Ու երբ որ իրանք նույն ամբիցիաներով վերևում են լինում, իրանք սկսում են արդեն իրանց նույն տեսակի վրա որոշումներ կայացնել, թե որտեղ որ պետքա, իրանք են որոշում, որտեղ պետք է կռիվ լինի, որտեղ պետք է խաղաղություն լինի, որտեղ պետք է ռեսուրսի մեջ մարդիկ լող տան, որտեղ պետք է սովից մահանան։ Ու երբ որ դու տեսնում ես, հասկանում ես, ասում ես, ախպեր, այսքան զարգացումը, այսքան մենք ասում ենք զարգացել, ի՞նչն է զարգացել։ Մարդը չի զարգացել ըստիս։ Մարդը մնացել է ինքը նույն իր ամբիցիաներով, նույն իր կենդանական ինստինկտներով կերպարանքը, ով որ ձգտում է ավելի շատին, ով որ ձգտում է ավելի մեծ փառքի, ով որ ձգտում է պատմության մեջ իր անունը սղագրելուն, այդ է, չէ։ Ու ներկայիս աշխարհակարգն էլ դրա մասին է։ Ներկայիս աշխարհակարգն էլ ինքը որ sense գցում եմ, ոչ մի տարբերություն չունի
հին աշխարհակարգների հետ, որովհետև նույնն է մարդու ամբիցիան։ Մարդը ուզում է ավելի շատը, իր տարածքի համար ավելի շատը, իսկ ավելի շատը ինքը երբեք քանակություն չունի, ինչքան շատ, այդքան ավելի լավ։ Ինքը այդտեղ մի հատ լիմիտ չունի, որ ասի ես լիմիտից հետո էլ մարդ ենք էլի ախպեր թող ընդեղ էլ իրանք իրանց լավը զգան, ապրեն էլի բան, հա, ասենց չի լինում այտենց։ Միշտ եթե շատն է, ավելի շատը պետք է լինի։ Ու մարդը տեսնելով մեր նման մարդիկ, մենք բոլորս այդ ամեն ինչը տեսնելով մեր մեջ ինչ որ էփոցիներ է տեղի ունենում, համաձայն չենք լինում, բայց վերջում մենք ենք, չէ՞, այդ ամեն ինչը ընտրողը։ Մենք ենք այդ մարդկանց տեսակներին թույլ տվողը, որ հելնեն այդ վերին էշելոններ ու իրանք վերևներից իրանց ամբիցիաները ռեալիզացնեն ու իրանք որոշեն, թե որ տեղամասում է այս աշխարհում մարդը ոնց ապրելու, որ տեղամասում է մարդը ինչ արհավիրքներ կրելու ու որ տեղամասում է անհոգության մեջ լող տալու։ Անհոգության երևի չեմ ասի, որովհետև անհոգությունը ուրիշ բան է, բայց ռեսուրսների մեջ լող տալու էլի, որ բացարձակ որևէ բանի կարիք ինքը չունի, էլի, այդ տեղամասում ապրելով։ Բայց մարդը ինչքան շատ ես դու իրան տալիս, ինքը մեկա գալիս է դատարկության։ Ինչքան շատ ես դու իրան տալիս, ինքը մեկա դրա մեջ դատարկություն է տեսնում, որովհետև բա ասում է հետո, ասում է բա հետո։ Մի հատ այն հայկական հեքիաթ կա է, որ հենց Ֆրունզիկն է կարծեմ այդ հեքիաթի այդ դերակատարի խոսողը, էլի մի բանի մեջ խոսել եմ, մի էպիզոդների մեջ է սրա մասին խոսել եմ, որ Ֆրունզիկը տենց մի հատ ինքը, այսինքն Ֆրունզիկի ձայնի դերակատարը, էլի, ով որ բան անում, մուլտիկի մեջ այդ հերոսը, ինքը պարկած է լինում գետնի, տենց դուրս ապրող մեկն է լինում, մեկ էր բանը, այդ քաղաքի քաղաքապետն է գալիս անցնելու տեղով, իրան ազիր վեզիրներին ասում, այսով է վեր ենք այդտեղ, վերցրեք տարեք սրան, բան, տարեք ճամփից ես եմ անցնում, հետո այդ մարդը տենց վեր չի կենում, որ գնա, հետո այդ քաղաքապետն է կառքից դուրս գալիս, ասում է կորիր իմ ճանապարհից, չգիտես ես ով եմ, բան, ասում է ով ես, ասում է ես ես քաղաքի քաղաքապետն եմ, ոնց ես դու խանում, ոնց որ տեղից չշարժվես, բան, ասում է դե հետո ինչ որ դու քաղաքապետն ես, էլի, հետո բա հետո ինչ ես լինելու, էլի որ հիմա քաղաքապետ ես, հետո էլ արքա եմ լինելու, բան, ասում է հա, բա հետո, ասում է, ու ես քաղաքապետ այդ բանին ասում է, հետո ես չգիտեմ, չեմ անում ով եմ լինելու, բան, ու Ֆրունզիկն ասում է, այ այդ չեմ անում, դա ես եմ։ Այսինքն միշտ մարդը ինչքան ստանում է, ինքը մեկա վերջում գալիս է ասում ախպեր, բա հետո, այդ հետոն ինքը անպատասխանել մնում է։ Քանի որ այդ հետոն ինքը անպատասխան է մնում, մարդը ինքը կարա իր չափով, իր եղածի մեջ էլ բավարար լինի։ Ինքը կարիք չունի գնալու մնացածից խլելու, որ բերի, որովհետև ինչքան դու խլեցիր, բերեցիր, մեկա ստեղ բերելու ես դու դատարկության, ըստեղ դու լիության չես բերելու։ Ռեսուրսով դու մարդուն երբեք լիության չես բերում։ Գոյություն ունի մի հատ չափականակ ռեսուրսի, որ դրանից հետո էլ մարդու համար էական չի ախպեր 10,000-ը, 20,000-ը, 100,000-ը, թե քանի հազարը, հա։ Որովհետև մարդը տակի ինքը քնում է մի հատ տեղաշորում, ինքը ապրում է մի հատ սենյակում, ինքը քայլում է մի հատ ճանապարհով, ինքը քշում է միաժամանակ մի հատ մեքենա։ Հա, էսա։ Ու հիմիկվա աշխարհակարգի մոդելը տեսնելով, որ մարդիկ սենց երկրները ուզում են, ես շատ ու այդուն վերացնում են մնացածներին, բան, արա ասում ես ինչ եք ուզում։ Ինչի մասին եք էլի դուք, ինչ եք ուզում իրարից, թողեք մարդիկ ապրեն։ Ես հասկանում եմ, որ տեղանքներ կան այս աշխարհում, որտեղ որ մարդիկ իրոք շատ դժվար են ապրում։ Իրանց ղեկավարությունը, չգիտեմ, այն անազատությունն է տրված իրանց, որ իրանք ոնց որ մեր հարևան երկիրը, էլի։ Բայց ամեն դեպքում այդ ինչը որ կատարվում է, այդ ամեն ինչը նրա մասին չի, որ հեսա գալիս ենք մենք ազատագրենք էլի բասես բաներ, այլ այդ ամեն ինչը կայանում է նրանում, որ ռեսուրս, ինչքան կարամ ռեսուրս վերցնեմ։ Դրա համար ես այս ամեն ինչին լուրջ չեմ վերաբերվում։ Ես չեմ կարողանում տեղեկանամ լրահոսից, որովհետև իմ համար հստակ է այդ ամեն ինչի իմաստը։ Իմ համար հստակ է այդ ամեն ինչի խորքը։ Ես կարիք չունեմ լրահոսից տեղեկանալու, որովհետև երբ որ ես տեղեկանում եմ, ես մեկա հասկանում եմ, որ այդտեղ մարդու ամբիցիաներն են, ոչ թե ես տեղեկանում եմ, որ ինձ ասեն, գիտես ինչ, գնացին, որ փրկեին, ասես բաներ, չէ։
Երբեք ոչ մի բան փրկության համար չի արվում։ Ամեն ինչ արվում է շահերի համար։ Ու այդ մեջտեղում հայտնվում է մարդը։ Մարդն է տուժում։ Սովորական մարդը, որ ապրում է այդ քաղաքում, այդ գյուղերում, որտեղ որ գալի բամբիտ են անում։ Վերջում այդ մարդն է ինքը իր կյանքով հատուցում։ Ու երբ որ դու այս ամեն ինչը տեսնում ես, դու հասկանում ես, որ չէ, ոչ մի տեխնոլոգիա որևէ բան չի փոխել։ Մարդը մնացել է նույն կենթանին, մարդը մնացել է նույն փառամոլ, ինքը իր նմանին տալիս է հնարավորություն, որ հելնի այդ վերին էշելոն ու իր փոխարեն որոշի, որ պետքա գնա այնտեղից խլի բերի, որ իրան ստեղ կերակրի ավելի շատ։ Հա, այս ամեն ինչը ինքը որ սենց խորանում ես, հասկանում ես, որ տեղ չի հասնում, որ դու պատասխաններ էլ չունես, ու դու կարիք էլ չունես, չէ, կներեք, հենց էլ պատասխաններ ունես, դու կարիք չունես այդ լրահոսներից տեղեկանալու թե ինչեր են ասում, որովհետև իտոգում այդ ամեն ինչի իմաստը մեկն է, ավելի շատ ունենալը։ Իսկ ավելի շատ ունենալը ինքը երբեք չի դադարում, որովհետև մարդը, քանի դեռ ինքը չի փոխել իր կիզակետը, մարդը քանի դեռ իր ֆոկուսը չի փոխել կյանքի, որ ինքը ունենալու մասին չի, էլի։ Այս ամեն ինչը ինքը շարունակվելու է, որովհետև մարդու տեսակը սկսած հին մարդուց մինչև այսօր նույն կերպ է ինքը ապրում։ Կողքից բարելավում է մարդու սոցիալական չէ, կողքից բարելավում է մարդու այս ապրելակերպը, ոնց որ նշեցի, հա, իր տան մեջ իր հարմարավետությունը բանը, բայց դա ոչ մի բան չի փոխում, երբ որ մեծ արհավիրքները սկսում են։ Իսկ այդ մեծ արհավիրքները իրանք փաստն են նրա, որ մարդը դեռ չի փոխվել։ Մարդը իր կենթանին, իր ներսից չի փոխել դեպի հոգևորի, որ ինքը ասի եղբայր, ինձի ավելին պետք չի, քան ես կարամ օգտագործեմ։ Ինձ պետք չի 10 մեքենա, եթե ես մի հոգի եմ։ Ինձ պետք չի 25 սենյականոց տուն մի հեկտարի վրա գտնվող, էլի, եթե ես իմ ընտանիքով 3-ից 5 հոգի ենք, օրինակ, հա։ Ու այս փիլիսոփայությունը, որը որ կարա լինի, եթե մարդ ինքը հոգևոր է, եթե մարդ ինքը, այս գիտակցությունը ինքը գալիս է հոգևոր մարդու մոտ, որ իրան պետք չի 78 հեկտար, որ ինքը իրան զգա, ես թագավոր եմ, չէ, ախպեր, դու ապրի այնքանի վրա, ինչքան որ քեզ հերիք է, ուղղակի, դու ինչը որ կարաս օգտագործես, իսկ ինչն էլ որ չես կարա օգտագործես, կողքդ բոլորը եղբայրներն են, կարան եղբայրները գան, այդ օգտագործեն, ով որ նեղություն ունի այդ պահին, ով որ տեղ չունի վաբշե լինելու, ապրելու, ուտելու մի բան, չունի։ Ես չգիտեմ, ես հուսով եմ, որ կյանքը օրերից մի օր գալու է դրան, հասնելու է այդ մոդելին, որ մարդիկ այդ կերպով ապրեն, այդ մոդելով ապրեն, որ մարդիկ չասեն էս իմն է, ոչինչ, ես ավելի շատն եմ ուզում, այդ մեն վերացնեմ, որ էդ էլ վեկալ եմ։ Այլ չէ, էս իմն է, էս էրա 1/10 մասը ինձ հերիք է, եկեք ախպեր ջան, այն մնացածը վերցրեք, իմ նման մարդիկ եք, օգտագործեք։ Ես հուսով եմ, որ մարդը իր գիտակցությունը օրերից մի օր դրան փոխելու է։ Հա, ես չգիտեմ, մենք կտեսնենք դա հիմա ապրող մարդս կտեսնի դա թե չէ, բայց ամեն դեպքում ինչը որ հիմա աշխարհում կատարվում է, դա նորմալ չի։ Ու ինչը որ մինչև այսօր կատարվել է, դա նորմալ չի։ Ու ինչքան գնում է այս բոցկլտոցը սկսվում է ու մեծանում է ինքը, դու լսում ես, չէ, կողքից, այնտեղ մահացան այսքան հոգի, այնտեղ մահացան այնքան հոգի։ Մենք լսում ենք մենակ մարդու քանակություն, մենք չենք լսում, թե ով մահացավ ախպեր, այդ 500 հոգու մեջ ով կար, ինչ անձնավորություններ էին դրանք, ինչ էության տեր մարդիկ էին իրանք։ Չէ, մենք լսում ենք մենակ այսքան հոգի, որովհետև մարդը ինքը դառել է միավոր։ Նախորդ էպիզոդում ես խոսում էի Օշոյից ու Օշոյի գրքերից մեկը ահա որ շատ եմ սիրում, ինքը հենց առաջի կարդացածս գիրքն է, կոչվում է Արիություն։ Այդ գրքի մեջ ինքը խոսում է քաղաքականությունից ու հենց այդ վերին էշելոններում գտնվող մարդկանցից։ Հա, ինքը ասում է այդ մարդիկ իրանք հարսանիք են անում, երբ որ միտեղ պատերազմ կա։ Ու դա իրական է։ Որովհետև այդ մարդիկ իրանք միավորներ են տեսնում մնացած մարդկանց։ Իրանք տեսնում են, որ գնացին այդ միավորը վերացրին, իրանց ուզեցածը վերցրին ու եկան, տվեցին իրանց տեղանքում գտնվողներին։ Всё, այդքան բան, թեման փակված է։ Իսկ որպես լուր իրանք տարածեցին, որ գիտեք ինչ, մենք ինչ բարեգործություն արեցինք, էլի գնալով
այն մյուս տեղանքի մարդկանց վերացնելով։ Ամեն դեպքում, երբ որ տեսնում ես մարդու հիմիկվա կյանքը, թե իր համակարգում իր ապրելակերպը, որ ինքը ինչ որ դերակատարություն ունի, չգիտեմ, բանով, կլուչով մի հատ բոլտ ձգողա, չէ։ Ինքը մահացավ գնաց, հաջորդ մարդն է գալիս տեղը կլուչով բոլտ, բայց ինքը իրան չեն ասում, որ ինքը ով էր, այլ իրան կոչում են, թե ինքը ինչ անող էր։ Այսինքն մենք մարդուն, քանի դեռ այտենց ենք ճանաչում, մարդու դերը այս կյանքում, երբ որ մենք ճանաչում ենք իր ինչ անելով, դրանից էլ գալիս է այս ամեն ինչը, որովհետև մենք օքեյ ենք նրա հետ, որ մենք կարանք մարդուն տեսնենք այդ տափակ հարթության վրա, թե ինքը ինչ է անում, այլ չտեսնենք, թե մարդը ով է։ Ու ինչքան մենք երկարատև մենք մարդուն տեսնենք հենց այն պրիզմայով, թե ինքը ինչ անող է, ոչ թե ինքը ով է, այդքան ժամանակ մենք այս աշխարհակարգում ու այս վիճակներում կապրենք, որովհետև մարդը որպես միավոր դիտարկվելով, մենք արդեն ընդունում ենք նաև այն փաստը, թե աշխարհում կարան մնացած մարդկանց էլ որպես միավոր դիտարկեն, մեզ էլ որպես միավոր, բոլորիս։ Ու եթե որոշեն, որ այս միավորը պետք է ստեյջ ջնջվի, կջնջվի, ինչ ա եղել, որ այն մյուս միավորը ավելի փարթամանա, ավելի բարձրանա։ Էսա։ Ու ես այսպես եմ տեսնում ամբողջ այս պատերազմային սցենարները, ես այսպես եմ տեսնում քաղաքական սցենարները, ես այսպես եմ ամեն ինչը տեսնում։ Դրա համար այդ ամեն ինչը իմ համար շատ պարզոնակ է դարել, ես լրահոսին չեմ հետևում։ Ես չեմ հետևում լրահոսին հենց դրա համար, որովհետև իմ համար է դրանք պատասխաններ արդեն ստացել են։ Իմ համար գոյություն չունի այս ուժ, այն ուժ, եթե մի բանը ուժի մասին է, ուրեմն ախպեր, ես չեմ ուզում դրան հետևեմ, որովհետև մարդը մարդու հետ փոխհարաբերվելու թեմայում չպետք է դի լինի ուժ, չպետք է կրի իր մեջ ուժ, ընդհակառակը մարդը մարդու հետ, երկիրը երկրի հետ փոխհարաբերվելը պետքա լինի կամեցողության, պետքա լինի իրար օգնելու, մարդասիրության մասին։ Բայց այսօրվա դերությամբ մենք ինչ տեսնում ենք, այդ ամեն ինչը բիզնես է, այդ ամեն ինչը ինքը առուծախ է, այդ ամեն ինչը ինքը նրա մասին է, որ ես շատ ունենամ, այս մեկը շատ ունենա ու այդ փառքի գագաթնակետին հասնի, էլի, որ լցվի։ Կան չէ, այտենց մարդկային տեսակներ, որոնք որ դու տեսնում ես, ինքը միլիարդներ ունի, բայց ինքը նույն շապիկն է ամեն օր հագնում։ Որովհետև ինքը եկել է այդ պունկտին հասել է, որ եղբայր, եթե անգամ ես այսքան ունեմ, մեկը ես կարամ այդ շապիկը հագնեմ, այդ հասարակությանն է մարդը եկել, էլի։ Բայց կան նաև մարդկային տեսակներ, որ դու տեսնում ես, ինքը ունի միլիոններ, ինքան է ուտում ախպեր։ Որովհետև ինքը չի կշտանում ունենալուց, ինքը ուզում է էլի ունենա։ Այդ երկու մարդկային տեսակները կա։ Իսկ աշխարհում տեղի ունեցող կռիվը հենց նմանատիպ մարդու մասին է, որ ինքը անընդհատ ուտում, ու ինքը չի կշտանում, ինքը ուզում է ավելին ուտի։ Այսօրվա զրույցը սենց սիրում եմ այս թեման, ինքը շատ կարևոր թեմա է, թե մենք ոնց ենք տեսնում այս աշխարհակարգը, թե մենք ոնց ենք տեսնում ինչ է կատարվում вообще այս կյանքում ու ինչի մասին է այս ամեն ինչը։ Իմ համար շատ կարևոր է, թե մենք մարդիկս ոնց ենք վերաբերվում այս ամեն ինչին։ Մենք որպես լրահոս հետևում ենք, որ իմանանք հեսա մեր գլխին է բոմբն գնելու, թե նրա գլխին բասես բաներ, ոնց մենք պաշտպանվենք, թե մենք փորձում ենք լրահոսից գիտակցություն ստանանք, գիտակցություն ձեռք բերենք, թե ինչ պետք է աշխարհում փոխվի, մենք մեր մեջ ինչ փոխենք, մի հատ անհատ որպես, որ այդ աշխարհակարգն էլ գնալով ինքը փոխվի, որովհետև մենք անհատներս եթե մենք ձգտենք դեպի հոգևորին, դեպի մարդասիրությանը, մենք նաև թույլ չենք տա դրանով ամբիցիոզ մարդիկ ելնեն վերին էշելոններ ու այդ ամբիցիաները իրանք ռեալիզացնեն մնացած աշխարհամասերի վրա, ջնջեն այնքանա թե իրանց լավը լինի, չեմ անում։ Մյուս կողմից էլ մտածում եմ, ասում եմ, երևի կյանքի իմաստն է էս, որ
մարդիկ գոյություն ունեն, որոնք որ ամբիցիոզ են, ու իրանց գոյությամբ իրանք ցույց տան, սովորացնեն մնացած մարդկանց, ովքեր որ պոտենցիալ ունեն դեպի հոգևորը փոխվելու, հնարավորություն ստեղծեն այդ կոնտրաստի միջոցով, որ այդ մարդիկ փոխվեն դեպի հոգևորը։ Երևի թե նաև իմաստը կյանքի դրանումն է, ես չգիտեմ։ Բայց ամեն դեպքում ես հասկանում եմ, որ այս ամեն ինչը ինքը ավարտ չունի, կամ էլ եթե ինքը ավարտ ունի, այն ժամանակ, երբ որ մարդկանց մեծամասնությունը ինքը առավելություն տա հոգևոր կյանքին, հոգևոր լինելուն, ոչ թե առավելություն տա մատերիալիստ լինելու, որովհետև ինչքան մարդը մատերիալիստ է, այդքան ինքը ամբիցիոզ է, այդքան ինքը ուզում է ավելին, իսկ ինչքան ինքը ավելինն է ուզում, ինչ որ միտեղ մյուսի համար պակասում է մի բան, այտենց է, այտենց է, եթե մեկը երկու հատ է մի բանից օգտագործում, ուրեմն այն մեկին մի հատ պակասում է այդտեղ, շնորհակալ եմ ես ձեզ, ուրախ կլինեմ, շատ, որ հետևեք իմ էջին, եթե այս փիլիսոփայության կրողն եք կամ այս փիլիսոփայության մեջ հետաքրքրություն եք տեսնում, եթե որպես մարդ կիսում եք այս ամեն ինչը, ինչի մասին որ ես խոսում եմ, շատ ուրախ կլինեմ, որովհետև ինչքան ես տեսնում եմ, որ մարդ է գալիս, այդքան ես ուրախանում եմ նրանից, որ կարծում եմ, որ մարդիկ կան, որոնք որ այդպես են տեսնում կյանքը, ու էդ ինձ լցնում է, էդ ինձ ահավոր սենց մեծ էներգիա է տալի, ասում եմ, եղբայր, ուրեմն մարդիկ կան, որոնք որ իրոք տենց էլ տեսնում են, մերսին եմ, ապրեք շատ, օպա